Կրկին գործի են դրվել զենքերը, կրկին խախտվել է հրադադարը։ Վաշինգտոն-Թեհրան առճակատումը դիվանագիտորեն կարգավորելու գործընթացը փակուղում է։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պատժիչ գործողությունները նոր փուլ են թևակողել։ Իրանի զինված ուժերը թիրախավորել են ամերիկյան ավիաբազան, որտեղից հարձակում էր իրականացվել Բանդար Աբաս քաղաքի օդանավակայանի մոտ գտնվող օբյեկտին։ Ռազմական առաքելությունից բացի իրանական հրթիռները հստակ ուղերձ ունեն։ Հավատքի զենքով ու Ալլահը հզոր է կարգախոսով մենք հետ ենք մղել ու ստորացրել ենք մեր թշնամուն։ Այս պատասխանը նախազգուշացում է, թող թշնամին հասկանա, որ ագրեսիան անպատասխան չի մնա, եւ եթե այն կրկնվի, մեր պատասխանը կլինի ավելի վճռական։ Ամերիկյան զինված ուժերը մի քանի օրում երկրորդ գրոհն են իրականացրել Իրանի ուղղությամբ, Հորմուզի նեղուցում թիրախավորելով ու ոչնչացնելով իրանական հարձակողական 4 անօդաչու եւ Բանդար Աբասում դրոնների կառավարման ցամաքային կենտրոնը։ Գրոհներից ժամեր առաջ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Թեհրանը բանակցություններ է վարում վերջին շնչով։ Իրանը շատ է ուզում գործարք կնքել, մինչև հիմա նրանք դրան չեն հասել։ Մենք բոլորովին գոհ չենք, բայց կլինենք։ Մենք կամ գոհ կլինենք, կամ պարզապես ստիպված կլինենք ավարտել գործը։ Կաբինետի անդամների հետ Սպիտակ տանը կայացած նիստի ժամանակ Միացյալ Նահանգների նախագահն ասել է, որ ինքը պատերազմել չի սիրում, իսկ Հեգսեթը սիրում է։ Պատերազմի քարտուղար Փիթ Հեգսեթը սիրում է պատերազմներ, ես ոչ, նա լավ մարդ է։ Պատերազմի քարտուղարի պնդմամբ Իրանի ռազմածովային ուժերը հակաօդային պաշտպանությունը գտնվում են ծովի հատակում։ Նրանք կարող են հրթիռներ, անօդաչուներ ու նավեր ունենալ, սակայն այս պահին չեն կարող ավելին արտադրել։ Հետևաբար իրանցիները եկան ու խնդրեցին բանակցություններ վարել։ Մենք պետք է նրանց ծնկի բերենք։ Ի տարբերություն պատերազմի քարտուղարի ռազմատենչ հայտարարությանը, նահանգների պետքարտուղարը դեռևս փորձում է դիվանագիտորեն լուծել հարցը։ Նախ ասեմ, որ մեր վերջնանպատակն է, որ Իրանը երբեք միջուկային զենք չունենա։ Պարոն նախագահ, դուք մշտապես հայտարարել եք, որ նախընտրում եք այս հարցերը կարգավորել բանակցությունների միջոցով։ Այս առումով մենք շարունակում ենք աշխատանքը։ Կարծում եմ, որոշ առաջընթաց կա։ Տեսնենք առաջիկա ժամերին կամ օրերին միգուցե համաձայնության գանք։ Լուծման այլ տարբերակներ էլ կան, բայց առաջնայինը դիվանագիտությունն է։ Մենք դրա միջոցով հաջողության հասնելու շանս կտանք։ Վաշինգտոնը սպառնում է ոչ միայն Իրանին, այլև ծոցի երկրներին։ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, կպայթեցնի Օմանը, եթե արաբական երկիրը փորձի իր վերահսկողության տակ վերցնել Հորմուզի նեղուցը։ Թրամփի պնդմամբ նեղուցը բաց է լինելու բոլորի համար եւ ոչ ոք չպետք է այն վերահսկի, ընդգծելով, որ միայն Ամերիկան է հետևելու շարժին ու ապահովելու այդ տարածաշրջանում ազատ նավագնացությունը։ Սպիտակ տան ղեկավարի սպառնալիքները հնչել են, երբ Թեհրանը հայտարարել է, որ Մասկատի հետ բանակցում են Հորմուզի նեղուցով նավագնացության նոր ընթացակարգ սահմանելու նպատակով։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։